Քննարկվում է դատախազության 2024 թվականի գործունեության մասին զեկույցը Հայաստանի պարլամենտում եւ հաջորդեց այս քննարկումը մի միջադեպին, որ 3 տեղ ունեցավ ազգային ժողովում կառավարության ղեկավարի ակտիվ դերակատարմամբ։ Կանդրադառնամ դեռ այդ իրավիճակին, բայց նախ գնահատեմ, որ Տիկին Վարդապետյան այս տարվա զեկույցը ի տարբերություն նախորդ տարիների շահեկենորեն տարբերվում էր իր ծավալով եւ ավելի մանրամասը տեղեկատվությամբ, որը անշուշտ դրական է, բայց շարունակում է մնալ հիմնական շեշտը, որ քրեական գործերում իրականացված ձեր լիազորությունների շրջանակում դատախազական հսկողության բացակայում է քաղաքական չեզոքությունը, ուղղակի բացակայում է։ Ավելին ակնհայտ է դառնում քաղաքական հստակ ուղղվածությունը եւ այն անգործությունը, որ դրսևորում է դատախազությունը քաղաքական, հատկապես նրբերանգ պարունակող գործերում, այդ անգործությունը փաստում է մեկ բանի մասին, որ դուք շարունակում եք մնալ քաղաքական իշխանության ենթակա անձ։ Դուք շարունակում եք սպասարկել օրվա քաղաքական իշխանության, կլինի գործադիր իշխանություն կամ քաղաքական մեծամասնություն, իրավունքները, դրանց պաշտպանությունը, բայց ոչ երբեք մարդու իրավունքը։ Եվ այն լիազորությունը, որ տրված է դատախազությանը, իրացում է բացառապես եւ լիարժեքորեն իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտման պաշտպանության մասով, բայց ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայերի իրավունքների պաշտպանության մասով։ Դրա ամենավառ, ինչպես? Այո, հայերի։ Ինչ է ձեզ տենց մտահոգում։ Ինչպես? Լսեք, ես երբ որ բառն ասում եմ, դրա հետևից կա նաև կոնկրետ հիմնավորում։ Արցախցին ձեր համար հայ է, թե չէ։ Հայ է։ Արցախցու իրավունքը չի պաշտպանվում։ Ոտնահարվում է, օրը ցերեկով, ատելության, անհանդուրժողականության բացահայտ դրսևորումները չէին ենթարկվում պատասխանատվության։ Ավելին խրախուսվում են։ Բերվեց այստեղ մի քանի օրինակներ, այդ թվում նաև իշխանության պատգամավորների կողմից բերվեց մի քանի օրինակներ, ավելի արտահայտիչ նաև նշվեցին մեր կողմից անուններ։ Ինչի՞ չէ ենթարկվում այդ մարդիկ պատասխանատվության։ Ինչի՞։ Որովհետև այս ամբիոնից նաև անհանդուրժողականությունն է սերմանվել արցախցիների նկատմամբ։ Ամենաայլանդակ բառերն օգտագործելով, երախտամոռից սկսած ավարտված, չգիտեմ, ինչ արտահայտություններով, պատերազմի ժամանակ չպաշտպանելու իրենց հայրենիքը։ Եվ սա փաստում է, որ այսօր իրավապահ համակարգը ի վիճակի չի, այո, հայերի իրավունքները պաշտպանելու։ Եվ երբ որ հարցադրում է հնչում, այդ թվում նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայերի նկատմամբ իրականացող այս կեղծ գործընթացների մասնակցության միջազգային հանցագործությունների շրջանակներում գործողությունների մասին, դրա պատասխանը ոչ թե գաղտնի գրիֆով փակ վիճակն է, այլ կոնկրետ իրականացված միջազգային դատական ակցիաներում գործողություններն են։ Դրանք կլինեն լավագույն պատասխանը, ոչ թե խեղճ վիճակում հայտնվելը անընդհատ եւ անընդհատ փորձել իշխանության այսպես ասած բռնության քարոզները առաջ տանել։ Իսկ վերջին արդեն լակմուսի թուղթը, որ ձեզ ասում ենք, լավ, 3 է տեղի ունեցել։ Այստեղից հնչում է անհանդուրժողականություն, թշնամանք, հնչում է ատելություն, բռնության քարոզ, սպառնալիք ուղղակի, պայմանավորված քաղաքական հայացքով։ Դուք ասում եք, ես չեմ տալիս իրավական գնահատական, բայց դուք ինչի համար եք։ Բայց համանadrությամբ նախատեսված լիազորությունը ինչ է։
Ձեզից հատուկ էլ ճշտում եմ, ասում եմ, ես խնդրում եմ ձեզ, քաղաքական գնահատականի մասին չի խոսքը։ Իրավական, նախնական, գոնե գնահատական։ Դու կարող եք այստեղից գոնե դատապարտեիք բռնության քարոզը, անհանդուրժողականության քարոզը։ Ակնհայտ էր, չէ՞։ Դուք դա էլ չեք անում։ Ավելին, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներից որևէ մեկից այս ամբողջ օրվա ընթացքում ես չեմ լսել, որ երեկվա դեպքի կապակցությամբ գնահատական հնչի։ Լսել եմ հակառակը։ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահը, ոչ միայն երեք այստեղից ինքը շարունակեց այդ անհանդուրժողականությունը, շարունակեց սպառնալիքը պատգամավորին դուրս շպրտելով։ Այսօր էլ շարունակում է արդեն մամուլում վերագրելով ընդդիմությանը լկտիություն գործողություն ձեռնարկելը։ Հիմա ասեք տեսնեմ լկտիությունը որն է։ Այս ամենը փաստում է մեկ բանի մասին, որ մենք ցավոք սրտի Հայաստանի ազգային ժողովում չենք գիտակցում, որ որպես ժողովրդի ներկայացուցիչներ թելադրողն ենք այն մշակույթի, այն միջավայրի, որ մեր հասարակությունը պետք է այդպես շարժվի, պետք է այդպես ուղղորդված գնա, հակառակը անընդհատ այստեղից սերմանվում է ատելությունը։ Դուք հիմա կարող եք ասել, ընդդիմություն դուք եք դա անում։ Կասեք, բա ինչ։ Համ թվով եք շատ, քանակով, համ լիազորություններով եք շատ, համ մեդիա ռեսուրսներով եք շատ, համ հիմա դարձել եք արդեն նաև ամենամեծ հարուստները, ամենան եք, դուք թելադրեք մշակույթը, հանդուրժողականության մշակույթը դուք թելադրեք, դուք օրինակ ծառայեք, իսկ ինչի ձեզնից որևէ մեկ օրինակ չի ուզում ծառայի, ինչի չի ելնում, ասի, պարոն Փաշինյան, ամոթ քեզ, ինչ ես տենց բան ասում, այս ամբյոնից, ինչի չեք ասում, որտև կիսում եք այդ գնահատականը, կիսում եք այդ տեսակետը, որտև դուք կիսում եք անհանդուրժողականության քարոզի այդ մոտեցումը։ Իդեպ, Տիկին Վարդապետյան, որ այստեղից անդադ ասում է հոկտեմբերի 27-ի մասով, իսկապես ջանքեր գործադրեք, էլի։ Օրինակ Անդրանիկ Քոչարյանը այդ դաժան ժամանակ, ժամեր անց, ոնց էր հավակնում դառնալ համակարգող նախարար։ Եվ հոկտեմբերի 27-ից հետո այդ ինչ պիտի համակարգեր։ Կամ այն, որ Բորիս Նազարյանը գլխավոր դատախազն էր, կամ Արամ Զավենի Սարգսյանը, որ վարչապետն էր, և լիքը անձինք, այդ ինչի չկարողացան թարմ հետքերով բացահայտել, երբ որ այստեղից էլ Անդրանիկ Քոչարյանը ասում է թագուհու կարգավիճակով Ռոբերտ Քոչարյանը կար, բան չի չբացահայտեցին, լավ հիմա ինչի չեք բացահայտում, հիմա ինչի չեք բացահայտում, կարող անգարց բացահայտենք գանք ու տեսնենք, որ այդ մարդիկ իրականում լավ էլ կապված են իրար հետ և կարող է հանկարծ հետքերը բերի նաև այսօրվա իշխանության վրա էլ, կարող է, չգիտեմ, քաղաքական այս հայտարարությունս նպատակ ունի իսկապես մեկ կարևոր բանի, այս տիպի գործերը, որոնք հարվածել են մեր պետականության ողնաշարի, այդ թվում նաև մարտի 1-ը, իդեպ մարտի 1-ի մասով գլխավոր մեղավորը հայտնի է բոլորին էլ, խժդժությունների հեղինակն էլ է հայտնի Նիկոլ Փաշինյան անունով, այդ ամենը հայտնի է, հիմա նոր բան, նոր սերունդին փոխանցելու համար բացարձակ չպիտի կեղծվի պատմությունը, չպիտի կեղծվի այն ինչ որ եղել է, ես ուզում եմ Խոսքիս վերջում շնորհակալություն հայտնեմ Տիկին Բաթոյանին, որն առաջինն եմ տեսել արձագանքել այն բռնությանը, որ թաղապետարանում տեղի ունեցել, եւ ես կարծում եմ, որ այս վարքագիծը դատապարտելու բռնությունը, ատելությունը պետք է տարածվի։ Եվ Տիկին Վարդապետյան, ակնկալում եմ, որ ոչ թե ընդդիմադիրների նկատմամբ շարունակվող անընդհատ քաղաքական հետապնդումների ներքո քողարկված քրեաիրավական վարույթներ նախաձեռնելով պիտի զբաղվեք, այլ իրական գործերով,
իրական աշխատանքով։ Սա է կլինի իմ գնահատականը ձեզ ապագա գործունեության շրջանակներում։ Ես Արտահերթ Ելույթով հանդես կգամ։